Աստծուվարին բոլորիս, բոլորին ամբողջ աշխարհին։ Խաղաղություն ամեն մեկիս, բոլոր ընտանիքներում, բոլոր ազգերի մեջ։ Ինչպես միշտ եմ ասում, երբ որ ես խոսքերը ասում եմ, մտածում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ինձ լսում են, 10 հոգի կլինեն, թե 50, 100, ինչքան որ կլինեն, բոլորը ինձ հետ մասնակցեն, ինչ որ մի որակ կստեղծվի մթնոլորտի մեջ, մտքի որակ, որը ինչ որ խնդիրներ կլուծի խաղաղության օգտին։ Ես վերջերս ես անցյալ հանդիպմանը խոսեցի արհեստական բանականությունը, ինչպես է մարդկանց շեղում մեծ մտածողների, մեծ երաժիշտների, արվեստագետների մասին, որ մի ինչ որ սայթակում որ գտնում են, դա դարձնում են ծանր մեղք, որ հեղինակազրկեն այդ մեծ մարդկանց, մեծատառով մարդկանց, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ոչ թե անձապաշտությանը, ոչ թե պաշտոնաձիրքությանը, դրամապաշտությանը, մարմնապաշտությանը, այլ նվիրել են գեղեցիկը ստեղծելու, երաժշտության միջոցով, գույների միջոցով, ճարտարապետության, թեկուզ և գիտության, բոլոր մեծերին աշխատում են հեղինակազրկել, որ մարդուն հավասարացնեն ուղղակի ցեխի հետ ասեն, որ ավելի ճիշտ լինի, որովհետև ինչ վնասներ կան արհեստական բանականությունից։ Նախ մարդը դադարում է մտածել, լսում է անընդհատ, այսինքն, եթե դա ուտելիքի վերածենք, եթե մարդը երբեք չսովորի ինքը իր համար ուտելիքը գոնե սեղանին դնի, պատրաստի և ամանները լվանա, սա օրինակն եմ ասում, մեկը մի ձև կհասկանա, այլ պատրաստին դնում են իր առաջ, ինքը ուտում է, ու իր կարծիքը ասում է, համով էր, համով չէր և այլ է։ Ամբողջ կյանքը, որ նվիրել են մեծ մարդիկ, որոնց անունը լսելուց մենք պարտավոր ենք խոնարհվել, մենք սովորում ենք արհեստական բանականության ոչ թե գիտելիքը ստանալուն, այլ տվյալները հիշելու։ Սա վտանգավոր բան։ Մարդ կոչվելու համար շատ վտանգավոր բան է։ Մարդը չի խորանում ոչ մի խնդիրի մեջ, չի կարողանում վատի մեջ էլ լավը տեսնել, սխալի մեջ էլ ճիշտ բան գտնել, որ այդ պահին այդ սխալն էր պետք։ 5 րոպե հետո կարող է այդ սխալը սխալ լիներ, բայց այդ պահին այդ սխալը ճիշտ էր։ Ես սա օրինակներով եմ խոսում, որ դուք փնտրեք ձեր կյանքի մեջ, թե ինչքան պատահական սայթակումներ կան, որ մենք դարձրել ենք մեր մեջ, մեր մտքերի մեջ, ծանր մեղք, եթե դա վերաբերվում է ուրիշին, բայց մեր ծանր մեղքերը ինչքան անգամ ենք մենք դարձրել սայթակում, հանկարծ, պատահական, ստացված ինչ-որ բաներ։ Դե եկեք մտածենք, սկզբից մտածենք, նոր վիճենք, ընդհանրապես վիճել պետք չի, բայց գոնե մտածենք, հետո խոսենք։ Այդ սովորությունը ուղղակի ջնջվում է, մտածելու սովորությունը, մտածելու կարողությունը, ահա թե ինչ է անում արհեստական բանականությունը։ Եթե հաճելի ձեզ համար տվյալներ են տալի, հանգիստ խոսում են և այլը,
տեսնում եք, որ շատ սխալ բաներ են ասում։ Դուք կարողանում եք դա հետո ջնջել ձեր հիշողությունից։ Այսինքն ձեր ներսը կայունություն կա, հավատք ունեք դրականի, սուրբի, մաքրության, գեղեցիկի նկատմամբ, սիրո նկատմամբ, այդ ձեր ներսի ստержենը, առանցքային այդ ձողը, կամքի հետ կապված, հավատքի սիրո հետ կապված, աստվածային էներգիայի հետ կապված, կարողանում եք դա ամուր պահեք, թե չէ, այն խնդիրը սրանում է։ Դրա համար ես մի ամբողջ ժամ խոսել եմ, եթե ովքեր դիտել են, լսել են, տեղեկությունը ինչ է, գիտելիքը ինչ է և իմաստությունը ինչ է։ Եվ դրանց մեջ ինչքան տարբեր շերտեր կան գիտակցական մակարդակի։ Ամեն ինչ այդ տեղեկությունը տալիս են արհեստական բանականության միջոցով և չեն թույլ տալիս, որ այդ տեղեկությունից մարդը ընտրի գիտելիքը, որն է գիտելիքը, և այդ գիտելիքից ընտրի աստվածային գիտելիքը, որը տրվում է դարերի խորքից, հազարամյակներ առաջ, գալիս են մարգարեները, սրբերը, այս մեծ վեհապետները մարմնավորվում են, գալիս են մեզ օգնելու համար, մենք էլ խաչում ենք, արհամարում ենք, քարերով սպանում ենք, ուղարկում ենք, չգիտենք, կարծում ենք, թե մեր նման նրանք էլ են մեռնում։ Նրանք չեն մեռնում։ Նրանք գալիս են իրանց քննությունները հանձնում են, փորձում են մեզ օգնել, մենք էլ, երբ որ ձեր տուն հյուր է գալիս, անկախ նրանից, ասում են հյուրը Աստծունն է, նայած որ հյուրն է Աստծուց։ Հյուր կա, որ գալիս է Աստծուց քեզ հեռացնում է, տունդ էլ լարվածություն է գցում, մի բան էլ գողանում է, սրանք տարբերակներ եմ ասում, ուզում եմ ասեմ, որ այդ խոսքը առաջվա համար էր։ Այսօր հյուրը պետք է իմանա ուր է գնում, ինչի համար է գնում, և դու պետք է իմանաս, որ հյուրն է գալի քո տուն և ինչի համար է գալիս քո տուն։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում, միշտ իմ զրույցների ժամանակ ես ոնց որ տողատակերն եմ փնտրում և փորձում եմ ձեզ հետ միասին մտածել, որ չի կարելի միայն լսել և ասել, թե ես շատ բան գիտեմ։ Դու ոչ թե շատ բան գիտես, այլ շատ բաներ ես հիշողությանդ մեջ կարողանում պահել, զարգացնում ես հիշողությունդ։ Եվ ուրիշ բան չես կարողանում հիշել, օրինակ, աստվածային գիտելիքից ոչ մի բան չես կարողանում հիշել, եթե հիշում ես, դա հիշում ես վիճելու համար, ոչ թե ապրելու համար, այլ վիճելու համար, որովհետև քո հպարտությունը պետք է միշտ հաղթող լինի, քո կամքը միշտ պետք է ավելի բարձր լինի, ուժեղ լինի։ Տեսնում եք ինչ է կատարվում մեր մեջ, մենք կորցնում ենք հիմնական մեր առաքելության բոլոր ճանապարհները։ Ուրեմն սովորացնում են չմտածել։ Գիտակցությունը մնում է նեղ։ Մարդը չի կարողանում իր էվոլյուցիան անցնի, հոգևոր մտավոր գիտակցական էվոլյուցիան անցնի, եթե նա միայն տեղեկություններով է սնվում։ Ապրում են միայն զգացմունքներով։ Տեսնում ես, որ առանց մտածելու խոսում է, արձագանքում է ինչ-որ, դու մի նախադասություն ես ասում, ինքը չհասկանալով, այդ նախադասությունից մի բառ է վերցնում, ճիշտ ոնց որ արհեստական բանականությունն է։ Մարդու կյանքից մի հատված են վերցնում ու սկսում դրան շուրջը իրանց խառնաշփոթ կծիկը պտտել, որ մարդը ուրիշ ձևի չկարողանա հասկանա այդ երևույթը։
Նույնն էլ կատարվում է շատախոսի մոտ։ Ապրում են զգացումներով, դառնում են շատախոս, նրանց մետ մտնում է չար հոգին, դևեր են ասում, ինչ ուզում են ասեն, ամենայն դեպս դա ցածր աստրալ պլանի էակներն են, որ վխտում են ու սպասում են, թե ներքևում ֆիզիկական պլանում ով պետք է իրանց կերակրի իրանց տրված աստվածային էներգիայով։ Բոլոր էներգիաները Աստծուց են։ Մեզանից է կախված, թե ինչքան ենք մենք այդ էներգիան ծախսում լույսի համար, հավատքի սիրո համար, փոխօգնության համար, համագործակցության համար եւ ինչքան ենք ծախսում էներգիա մրցելու, հաղթելու համար, մեր տարածքը ավելացնելու համար եւ վայրենիներից էլ ավելի ցածր մակարդակի իջնելու համար։ Միայն մեզնից է կախված։ Հիմա շատախոսության համար։ Պատկերացնում եք, ես ուսանող ժամանակ 72-73 թվին, 3 թվին ավարտեցի, ընկեր ունեի, ուրեմն նկարակալը, այդ Մոլբերտ էին ասում, առաջը դրած հանգիստ չէր կարողանում նկարի, անպայման պետք է խոսար, նույնիսկ խմբի հետ կանգնած նկարում է, էլի խոսում է, դասախոսը քանի անգամ ասում է, չի կարելի թող մյուսներն էլ հանգիստ նկարեն, ձայնը իջացնում էր, բայց հետո կամաց էլի բարձրանում էր, ինքն էլ լավ տղա էր, բարի տղա էր, լավ, հարգանքով, բայց ինչն էր պատճառը, ես այն ժամանակ չգիտեի, որ չար ուժերը մտնում են մեր մեջ տարբեր ճանապարհներով, երբ որ դու շատ խոսում ես, Աստված լռում է քո մեջ, երբ որ դու սովորում ես լռել, Աստված քեզ հետ խոսում է, մնում է, որ մենք կարողանանք նրբազգացությունը զարգացնել, նրբանկատությունը, մեր ուտելիքը ճշտենք, կոշտ ուտելիքներից, մեր օրգանիզմին, մեր բոլոր օրգաններին ոչ հատուկ ուտելիքից զրկենք, նրբացնենք ոչ միայն մեր զգացմունքները, որ ուրիշների թերությունները տեսնենք, այլ նրբազգաց դառնանք, որ ավելի շատ Աստծո ձայնը լսենք, ավելի շատ դրական բաներ լսենք եւ լույսի կոճակը, որ սեղմում ենք, վառում ենք, հետո անջատում ենք, կարողանանք այդպես էլ անջատել մեր բացասական այս տրված արհեստական բանականության բոլոր տեսակի զրույցները։ Եթե ես ձեզ խնդրեմ, ովքեր որ արդեն սովորել են այդ տեղեկություններին եւ դա իրանց սնունդն են համարում, մտավոր, գիտակցական, հոգեվոր, եթե դադարեցնեն, ենթադրենք մեկ շաբաթ, բացարձակ չլսեն, հատուկ ծրագիր տնեն, ասեն, տեսնեմ լա ես մարդ եմ, թե չէ, ես կամք ունեմ, թե չէ, ես կարողանում եմ ընտրեմ, որն է իմը, որն է ինձ իջացնողը, գիտակցությունս, գիտելիքի մակարդակը, խոսելու ունակությունը, երբ որ մարդը մտածում է, ճիշտ է մտածում, ճիշտ բանի մասին է մտածում, բարձրագույն ուժերը այնքան են ուրախանում, հրեշտակներն են մոտենում մարդուն, նրա հետ ոչ մի բան չի պատահի, ուզում է ջրհեղեղ լինի, երկրաշարժ լինի, ամեն ինչ որ նախատեսվածավոր լինի, որովհետև այնտեղից նրանք աշխատում են, որ հիմա մոլորակը սպառած մարդկությանը փրկեն մի քիչ, ուսմունքներ են տալի, մեկի միջոցով մի բան են, մի լուր են ուղարկում, որ մարդը ուշքի գա, ոչ թե վախենա,
պատերին կպնի, չիմանա որտեղ գնա, որ փրկվի ջրհեղեղից, երկրաշարժից, մյուս փոթորիկներից եւ այլն։ Ոչ թե նրա համար են ասում, որ վախենան, այլ նրա համար են ասում, որ իրենց ուղղեն, իրենց էներգիան մաքրեն, մտքի, զգացմունքների, հոգեկան էներգիան։ Դրա համար են ասում, որ ուշքի կան, հավատացյալները թող իրենց աղոթքով զբաղվեն, իսկ ավելի բարձր մակարդակները, որոնք ոչ թե տառերին են հավատում, այլ ճշմարտությանը, որ տրվում է Աստծու կողմից, տողատակերն էլ են հասկանում եւ տարբեր դարաշրջաններում Աստծու խոսքը ուսումնասիրում են եւ չեն վախենում ոչ մի բանից։ Մտածում են, որ եթե իր հետ մի բան է պատահելու, ուրեմն իրանքը դրան են արժանացել, որովհետեւ գրված է, ովքեր վախենալով են զբաղված անընդհատ, վայ կուտակ է ուտելիքը, որ գիտեք վաղը սովա լինելու ու վախեցած աչքերները չռված խանութներում իրար հրմշտելով փորձում են առնել, վայ այստեղ վերջացել է, հիմա էլ քշենք, գնանք մեքենան, գնանք մյուս քաղաքից այս ինչ բաները առնենք։ Ենթադրենք առանք։ Ամբողջ տունը լցրեցինք ուտելիքով։ Այդ ուտելիքը չի վերջանալու, ապա հետո ինչ ես անել։ Ուրեմն ստացվում է, որ վախի հետևանքը քաշելը, ծախսեր անելը, ուրիշներին էլ վախի մեջ գցելը, այդ բոլորը նրա համար է, որ մի քանի ամիս ավել ապրես։ Այդ տեսակ ապրելը ես միշտ շատ կոպիտ եմ ասել ու ներողություն եմ խնդրում, բայց ուրիշ ձևով չի կարելի ձևակերպել։ Կյանքը նա է, որ մենք միշտ կուշտ ուտենք ու գնանք պետքարան, նորից եմ ասում ներողություն, բայց ուրիշ ձևի ոնց կարող ենք ձևակերպել մարդու վախը եւ ուտելիք ուտել առնելը։ Գիտեք ինչ, մի երկու տարի հետո այս բոլոր ֆաբրիկաները, գործարանները փակվելու են, տնտեսական ճգնաժամը սկսվելու, շորերել արեք։ Առնենք, դե երկու տուն առնենք, մի տունը ուտելիք լցնենք, մի տունն էլ շորեր լցնենք, որ հանկարծ պակասություն չլինի, գիտեք, խայտարակ բան կլինի։ Դե փորձեք ինձ հետ մտածել, ոչ թե մեղադրել, թե այս ինչ ձևով է խոսում, ինչի մասին է խոսում, բա չեք տեսնում Հայաստանում ինչ է կատարվում բան։ Հայրենասիրությունը այն չի, որ դու անընդհատ անհանգստանաս, վախենաս, 17 մասի բաժանվածներին մեկին ճիշտ հանես, մեկ էլ հեն մեկ էլ լավ խոսանք, չէ, նա էլ է լավ խոսում, հետո լավ խոսում են, բայց իրենց լավ պահում են, կարողանում են, երբ որ իրենց վիրավորել են, իրանք էլ չսայթակեն ու սկսեն վիրավորել, որ ամբողջ ժողովուրդը նստի ու սկսի ով ավելի ուժեղ վիրավորեց նրա կողմը անցնի, կամ ով ավելի շատ դրամ ունի նրա կողմը անցնի։ Արհեստական բանականությունը մեզ զրկում է մտածելուց։ Մեր գիտակցությունը չի թողնում, որ ընդարձակվի, որ մենք մտածենք Աստծո օրենքով, ոչ թե անձապաշտորեն, վախեցած, անհանգստացած։ Ռուսերեն է լավ ասվում, չնայած էլի կոպիտ խոսք է, բայց թե տեղին է, որովհետև մենք ոչ թե կոպիտ աշխարհում ենք ապրում, այլ արդեն անտանելի աշխարհում ենք ապրում, եթե մենք չսկսենք ամեն մեկս մեր մեջ խաղաղություն հաստատենք, անկախ նրանից ինչ է լինում։ Սա ինձանից չեմ ասում, բոլոր վեհապետները։ Ես միշտ ասել եմ, ամեն համարյա զրույցի ժամանակ, որ ովքեր չեն կարողանում մտածել, թող ծանոթանան կենդանի էթիկային, ագնի յոգային, թող ծանոթանան ավետարանը, բայց առանց ֆանատիզմի, առանց տառապաշտության, որ Հիսուսն ասում է, տառերը մեռած են, ես եմ կյանքը, այսինքն ինքը ինչ օրինակ տվեց,
զոհաբերության, ոչ նյութապաշտության, ոչ պաշտոնաձիրքության, ոչ դրամապաշտության, ոչ մարմնապաշտության, այլ Աստծո օրենքը կատարելով, իրար օրինակ տալով։ Բոլորի օրինակները հավասար չեն լինի։ Կոշկակարը իր կոշիկը կարելուց պետք է իր ազնիվ ու բարի վերաբերմունքը ցույց տա եւ հաճախորդին եւ այն գործին, որը որ կատարում է, որովհետեւ իր հոգեվիճակը մտնում է կոշիկների մեջ, ներ է ծծվում, որպես թրթռանք, որ ոչ ցեխով կարող ես ցեխոտել, ոչ էլ ջրով կարող ես լվանալ։ Այդ էներգիան չի լվացվում։ Մտքի էներգիան չես կարող օճառներով լվանալ։ Դրա համար Հիսուսն ասում է, ամեն մտքիդ համար պատասխան պիտի տաս։ Խոսքիդ համար է ասում, հետո էլ ասում է, եթե մտածեցիր, ուրեմն արեցիր։ Մի թույլ տվեք, որ ձեր միտքը պղտորվի արհեստական բանականությամբ։ Այսօրվա նյութս հիմնականում դա է։ Բայց ասում է, у него умственный запор словесным поносом։ Հայերեն լավ չի հնչում, կարծում եմ, որ բոլոր մեր հայերը այս մի նախադասությունը կհասկանան, որ ուղեղի խցանումից լեզվական, խոսքային լուծ է կպել մարդը, չի կարողանում հանգիստ լսել, բայց ոգևորված ու մոլեգարի նման միայն խոսում է։ Դու իրավունք ունես 1-2 նախադասություն ասելու, լավագույն դեպքում 3, ինքը իրավունք ունի կես ժամ խոսալու։ Սա ինչ է, սա այդ հոգին բռնել է իրան։ Որովհետև չար ուժերը այնքան սոված սպասում են ցածր աստրալ պլանում, որի մեջ վամպիրներ կան, թմրադեղ ընդունողներ կան, անհավատներ կան, նարդասպաններ եւ այլ, տարբեր տեսակի հանցագործություններ։ Նրանք այնտեղ չեն գտնում, ում արյունը ծծեն, ումից գողանան, ում սպանեն, չկան այդ մարդիկ։ Դրա համար նրանք մեր միջոցով են բավարարվում, էներգիայով, այսինքն։ Զգուշ եղեք, մի թույլ տվեք, որ ամեն ինչի համար ջղայնացած խոսեք։ Հենց որ ջղայնանում եք, ձեզ վերցնում են իրանց հսկողության տակ, մինչև ուշքի չգաք ու ազատվեք իրանցից։ Բայց եթե դա հաճախ է կատարվում, շատ դժվար եք ազատվում դրանից։ Երեկոյան մոմ վառեք մի 10-15 րոպե, որովհետև այդ կրակից փախնում են բացասական էակները։ Մանավանդ իրիկունը քնելուց 1 ժամ կես առաջ մաքրեք այդ օդը։ Ձեր մտքերը ուղարկեք շնորհակալությամբ այսօրվա համար եւ այլն։ Տեսնեք, մի շաբաթ հետո, 10 օր հետո լրիվ փոխվում եք եւ առողջապես եւ ձեր զգացմունքներով ու մտքերով։ Մի թույլ տվեք, նորից եմ ասում, արհեստական բանականության ազդեցության տակ ընկած մարդկանց, որ ձեզ հետ երկար խոսան։ Անմիջապես թրթռանքը ճանաչվում է, որ այս մարդը ոչ իրանից է խոսում, ոչ էլ Աստծուց է խոսում։ Ինքն էլ չի հասկանում, այսինքն տորմուզները չեն աշխատում այդ մարդու։ Ինչ որ մեկը իր մասին, իր միջոցով խոսում է։ Որ ուզում ես ընդհատես, աչքերը չռվում է ու մոլեգարության մեջ են գնում, սկսում է ձայնը բարձրացնել։ Որտեղ ձայնը բարձրացրած խոսում են, մի շարունակեք։ Սա իմ խորհուրդն է։ Որտեղ անհանգիստ թրթռանք կա, աշխատեք մտքով հանգստացնել։ Եթե չեք կարող թողնել հեռանալ։ Դուք խաղաղությունը պահպանեք,
կարող է ձեր խաղաղությունը ավելի ուժեղ լինի, քան նրա մոլեգարության այդ խոսացությունը, թրթրանքը կարողանա հանգստացնել։ Բայց փորձել է պետք։ Նրանք, ովքեր հուսահատվում են, չեն փորձում, իրանք էլ են դառնում նրա նման։ Հետո նրանք երկուսը իրար հետ համիրան էներգիա են տալի եւ իրար հոգնածնում են, նույնիսկ հիվանդացնում են, էլ չեմ ասում, որ կարող են ինֆարկտի էլ հասցնել, ինսուլտի էլ հասցնել։ Կարող են քաղցկեղ առաջացնել։ Որովհետեւ ամեն հիվանդությունները սկսվում են մեր մտքերից։ Եվ ամեն բուժումները սկսվում են էլի մեր մտքերից։ Կուլտուրան չկա հաղորդակցվելու։ Անհոգի կյանք են ապրում, այսինքն ոչ հոգևոր կյանք են ապրում։ Ապրում են միայն զգացմունքներով եւ գիտելիքի փոխարեն միայն տեղեկությունով։ Շատախոսը աղմկում է, թույլ չի տալիս, որ այդ մարդը կարողանա իր Աստծուն իր ներսը պահի եւ կարողանա նրա թելադրանքով, նրա օգնությամբ եւ ապրի եւ խոսամտքեր փոխանակի եւ օրինակ տա։ Ամերիկայում ասում են sexual abuse, այսինքն սեռային բռնության համար հատուկ հոդված կա, խոսքով բռնություն կատարելու, այսինքն վիրավորական խոսքեր ասելու, սպառնալիքներ ուղղելու, հետո դրա համար էլ հոդված անեցին։ Հետո եկավ emotional abuse, այսինքն զգացմունքային բռնություն, որ զգացմունքներով դու նրան ճնշում ես անընդհատ։ Դրա համար էլ հոդված անեցին, բայց Հայաստանում ոչ մի հոդված չկա։ Ամեն մարդ թագավոր է։ Դրա համար էլ թագավորները իրար հետ յոլա չեն գնում։ Դրա համար էլ ամեն զրույցը սկսելուց ասում են Աստծո բարին, խաղաղություն, համբերություն, ներդաշնակություն, առաջի հայացքից, առաջին անգամ լսողները ասեն, այս մարդը ոչ տեղեկություն ունի Հայաստանից, ոչ այս աշխարհից։ Այս սիրուն բառերը անգիր ասում է։ Որն է լավը, այդ սիրուն բառերը ասելը անընդհատ, թե անընդհատ հայհոյանք լսելը ու արդեն կարիքը զգալը, որ այսա լավ ճիշտ բաներ է ասում։ Մի հատ ճիշտ բան ասում ու ամբողջ ժամին հայհոյում է։ Ականջները թարած լսում են։ Ուզում եի ասեմ ոչխարի նման խեղճ ոչխարը ոնց կարա։ Ձեզ խաղաղություն եմ ցանկանում եւ համբերություն, այսօրվա իմ զրույցը միայն դրան էր նվիրված, որը շատ հիվանդագին է ազդում իմ վրա, երբ որ տեսնում եմ, որ փոքրից մեծ հեռախոսը ձեռքները, iPad-ները ձեռքները զբաղված են այդ լուրերը լսելով, որ շատ գիտելիք ունենան իրանք։ Մի քիչ առաջ ասեցի, որն է տեղեկությունը, որը գիտելիքը, որը իմաստությունը։ Խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ, խնդրում եմ ներեք, եթե միշտ մի տեսակ ճնշող տրամադրությամբ եմ խոսում, բայց ես էլ եմ չէ ճնշվում այդ ամեն ինչից, որ տեսնում եմ մարդը 3-4 հատ դիպլոմ ունի, 6-7 հատ լեզու գիտի, 10 լեզու գիտի, ասենք, բայց իրան պահել չգիտի, վարք ու վարվելաձև չունի, չգիտի դիմացինը տարիքով մարդ է, մեծ մարդ է, փոքր երեխա է, բարեկամ է, հարևան է, ոչ մի բան չգիտի։ Ես էլ եմ ազդում։ Ասում եմ, ես ամեն ինչ գիտեմ, բայց տեսնում ես, որ ուզում եմ համոզի, որ չէ, ալկոհոլը պետք է մեկ-մեկ։
Այսինքն երբ մեկ, երբ որ ընկերներիդ, բարևաններիդ, բարեկամներիդ, երեխաների ծնունդին խմում ես, քո ծնունդին խմում ես, գնում ես հարսանիք խմում ես, բան այդ նշանակում է մեկ։ Բա որն է մշտական խմելը, ալկոհոլիկ լինելը։ Մեկ կարելի է հայհոյել, դե ջղայնացած էր մարդեր, ինչ անենք որ։ Որն է մեկ, ամեն այդ մարդը սովորություն է դարձրել, հենց ջղայնանում է հայհոյում է։ Եթե չի կարելի ցածր է հայհոյում, որ չլսեն, բայց լսողը լսում է։ Դե մեկ էլի։ Որովհետև գիտակցությունը նեղ մարդը, որը միայն այս տեղեկություններով է սնվում, ուղեղը չի զարգանում, իհարկե մեկը կդառնա ամեն վարքյան։ Համբերություն, ստեսություն ձեզ, խաղաղություն, հույսները չկորցնեք, աշխարհում ինչ էլ որ կատարվի ամեն մարդ թող սկզբից իրեն փրկի, դա էգոիզմ չի, եթե այն մարդը չի ուզում, ոչ հավատա, ոչ աղոթքից հեռու է, կյանքը աղոթք չի դարձրել, մենակ բառերն է անգիրարել, եւ այլն, մարդը չի ուզում տեղից շարժվի, ոնց կարող ես նրան փրկել, չես կարող, փոսը ընկածը մինչև ձեռքը չտա չեք կարող օգնել, ուզում է ձեր եղբայրը լինի, ուզում է ծնողը, երեխան լինի, դրա համար է Հիսուսն ասել, ես սիրով եկա, բայց եկա նաև սրով, որ բաժանեմ մորը աղջկանից, տղային, հորից, եթե իրար ավելի սիրեցիք, քան ինձ, ձեզ չեմ ընդունելու, չեմ ճանաչելու, այդ բոլորը ինչի չենք հասկանում, ճիշտ, հակառակն ենք անում, ստեսություն, խաղաղություն ձեզ,